Ինչու կազմալուծել Երևանի կենտրոնում արդեն գոյություն ունեցող համալսարանական եւ գիտական կենտրոնը։ Երևան քաղաքը հաջորդի 20-րդ դարի ամենակարևոր նյութական ձեռքբերումներից մեկն է։ Ինչու են բուհերը դատարկվում եւ ամեն տարի դիմորդների թիվը նվազում։ Երևանի պետական համալսարանի շենքը դա սիմվոլ է։ Աչափնյակի մետրոյի կայարանի թեման դարձել է նախընտրական քարոզչության լավ թեզ, որը օգտագործում են բոլոր ընտրություններից առաջ։ Ոչ թե լուծել է Երևանի խցանման խնդիր, ավելի բարդացնելու է Երևանի խցանման խնդիրը։ Ծիծեռնակոբերդում ընթացող շինարարական աշխատանքները շատերը դա որակեցին որպես վանդալիզմ հուշարձանի նկատմամբ։ Ճարտարապետների եւ քաղաքային պլանավորողների հետ մասնագիտական քննարկում չի եղել։ Տրանսպորտի հարցը լուծել են, բայց բավական է ժամը 18:00-ին դուրս գալ մայրաքաղաքի փողոցները տեսնել եւ հասկանալ տրանսպորտային հարցը լուծված է թե լուծված չի։ Այսօր իշխանությունը թքած ունի եւ մասնագիտական եւ հանրային կարծիքի վրա։ Եթերում բաց խոսենք նախագիծն է, մեր հյուրը այսօր ճարտարապետ քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանն է։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Նախ սկսենք կառավարության մեգանախագծերից մեկից, որը ըստ կառավարության կյանքի են կոչելու մինչև 2030 թվականը։ Խոսքը վերաբերում է ակադեմիական քաղաքին։ Հեղինակներն ասում են, որ այս քաղաքը լինելու է համալսարանական, հետազոտական մեծ կենտրոն, անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով։ Առաջին հայացքից գայթակղիչ է, բայց պարոն Պետրոսյան, ուզում եմ բացերի մասին հենց խոսենք։ Նախ ինչու կազմալուծել Երևանի կենտրոնում արդեն գոյություն ունեցող համալսարանական եւ գիտական կենտրոնը, որը տասնամյակներ շարունակ ձևավորվել է, եւ երկրորդը ինձ համար գոնե ամենամտահոգիչ հարցերից մեկը, ինչ ճակատագիր է սպասվում մարզական բուհերին, եթե այս ծրագիրը կյանքի կոչվի։ Նախ շնորհակալություն հրավերի համար, ամբողջովին համաձայն եմ ձեզ հետ, հենց Երևան քաղաքը հաջորդի 20-րդ դարի ամենակարևոր նյութական ձեռքբերումներից մեկն է։ Ոչ նյութական, կարող ենք համարենք անկախությունը, Արցախում հաղթանակը, որը փոշիացվեց, բայց դա նյութական մարմնացումն է հաջորդի 20-րդ դարի վերհարման։ Եվ այդ գաղափարի հիմքում դրված է Թամանյանի գլխավոր հատակագիծը, եւ Թամանյանի գլխավոր հատակագծի ամենաանկյունակարային բաղադրիչներից մեկը դա ուսանողական թաղամասն է, որը տրամաբանության մի մաս է կազմում։ Քանդել այդ տրամաբանությունը անհարգանք է նախ եւ առաջ Թամանյանին, որպես եւ Երևանին եւ այդ ամբողջ ճանապարհը, որ մենք անցել ենք։ Հաջորդ խնդիրը դա բարձրագույն կրթության ընկալման շատ մակերեսային դրսևորումն է, երբ դու մտածում ես, որ բարձրագույն կրթության խնդիրը դրանք շենքերն են։ Հայաստանում մենք վերջի ուրեմն 30 տարվա ընթացքում գրեթե մի քիչ ավելի պակաս, քան թե կիսով չափ կրճատվել են ուսանողների քանակը։ Այսօր Հայաստանում բուհական համակարգի մակերեսների որպես տարածք, որպես այդպիսին, իրենք չունեն մակերեսի պակաս, այսինքն այս բուհական համակարգը այսօր ունի ավելի շատ մակերես, քան իրան պետք է, հենց հիմա գործող բոլոր բուհական ուրեմն կառույցները։ Հիմա կարող ենք ասենք լավ օգտագործում, վատ օգտագործում եւ այլն, բայց ֆունդամենտալ առումով դրա կարիքը չկա շենքային մակերեսային առումով։ Բովանդակային առումով կրթության մեջ, եթե դու բերում ես շենքը դեռ մեծ առաջնային եւ երկրորդային ես դառնում բովանդակությունը, դա շատ լուրջ խնդիր է, որտեղ այսօր Հայաստանի կրթության, բարձրագույն կրթության խնդիրը դա ոչ թե շենքերն են, այլ են բովանդակությունը, որի մեջ դրված է։ Ներկայիս տարվող քաղաքականությունը եւ բարձրագույն կրթության դեպքում եւ հանրակրթության դեպքում տեսնում ենք, որ փոխվում է, այսպես ասած, տրամաբանությունը եւ գնում է շենքերը բերենք առաջ, քան թե բովանդակությունը։ Հենց նույն մարզերում այս դպրոցների օրինակի համար խոսակցությունները, որ գնում են պարզագույն պրիմիտիվ գունավոր շենքեր դնել հիմնականում ճանապարհի մոտ, որ բոլոր մարդիկ տեսեն, այ տեսեք ինչ լավն են շենքեր են սարքում, այդ կրթության պրիմիտիվացման, այսպես ասած, տրամաբանության մեջ է, որը իդեպ ասեմ, որ մի քիչ ավելի վաղ է սկսվել։ Այդ դպրոցով, այսպես ասած, երբ հանրակրթության էլիտարացումը սկսվեց եւ գեղեցիկ շենքերով սկսեցին ծախել լավ կրթությունը, այդ տրամաբանության շարունակությունն է եւ այդ շատ սխալ ընթացքը շարունակվում է մինչեւ հիմա։ Հաջորդ խնդիրը, հենց որ դու բերում ես կրթության մեջ շենքն ես կամ եւ ոչ թե բովանդակությունը, դու չես պատկերացնում, որ այն դասախոսը, որը պետք է Երևանի կենտրոնում աշխատելով եւ այլն, ինքը եւ աշխատում է ուրիշտեղ, ստեղծում է ավելացած արժեք, գիտելիք, փորձ եւ հետո գալիս է քեզ բուհում, այսպես ասած, դասավանդում է, կիսում է հաջորդ սերունդի հետ, եւ դու քո պետական ընդհանրապես
բուհական համակարգում չունես այն աշտավացային տրամաբանությունը, որ մրցունակ լինես ու այն մասնավոր դաշտի հետ, բազա որ բոլոր դասախոսների հիմնական մասը ցավալիորեն աշխատում են մեկ այլ տեղ, կրթություն եւ փորձ են ձեռք բերում, գիտելիք են փորձ մեկ այլ ձևաչափով, հետո կիսվում են հաջորդ սերունդի հետ։ Հենց որ դու դա հերվածնում ես, դժվարացնում ես այդ մարդու համար հասանելիությունը այդտեղ չենք խոսում էլ որտեղ է դա տեղափոխվում էլի Երևանից է թե Երևան շատ հեռու դու որոշակի առումով նվազեցնում ես այն հավանականությունը որ դու լավ կադրերին կարող ես ներառել քո կրթական process-ում անկեղծորեն ես ինքս ունեմ առաջարկներ ոչ ինձ հարմար տեղում դասավանդելու ես հրաժարվել եմ մենակ նամա իմանալով որ այս ամբողջ այդ խցանների համար պիտի գնամ գամ եւ այլ հաջորդ մեկ այլ շերտը այս խնդրի սխալ լինելու այն ակտիվությունը, այն երուզերը, որ մենք տեսնում ենք ուսանողների միջոցով Երևանի կենտրոնում հենց որ դասերը կան, դա որոշակի Երևանի դասավորոշակի համ ու հոտ։ Այսինքն գարնան ամիսներին, չգիտեմ, Երևանի այգիներում պտտվող երիտասարդներ եւ այլն, մենք այդ բոլորին հանում ենք Երևանի կենտրոնից, ասում ենք գնացեք, չգիտեմ որտեղ, այնտեղ այդ ամեն ինչ արեք։ Եվ երրորդ սրա ընդհանրապես գործընթացի տրամաբանությունն է, որ դու կենտրոնում ազատում ես շատ մեծ քանակությամբ գույք, որը հաշվի առնելով վերջի տարիների վայրագ կառուցապատման տրամաբանությունը բերել է իր հետ մեկ այլ խնդիր, այսինքն այդ բոլոր շենքերում կառուցապատվելու են այդ շենքերում բնակելի շենքերն, հյուրանոցներն եւ այլն, եւ ոչ թե լուծել է Երևանի խցանման խնդիրը, ավելի բարդացնելու է Երևանի խցանման խնդիրը։ Եթե դու ուսանողներին կարողանաս տաս անվճար օրինակ տրանսպորտի միջոցներ եւ ուսանողներին չդրթես, որ եւ նաեւ արժանապատիվ տրանսպորտ տաս, որ ուսանողները բոլոր մեքենայով չգան եւ այլն, ապա Երևանի խցանումը դա չի ազդի, եւ ուսանողները կմնան այն շենքերում, որտեղ եղել են այդ բուհերը, հատկապես որ մակեսի կարիք չկա։ Եվ մեկ այլ շերտը որ գալիս է, որ բուհի կրթության մեջ ֆունդամենտալ բանից մեկը դա պատմականությունն է։ Այսինքն այս բուհերը բոլոր զույգ չեն, այս բուհերը անցել են ճանապարհ։ Երևանի պետական համալսարանի շենքը դա սիմվոլ է, դա քաղաքային սիմվոլ է, ազգային սիմվոլ է, կամ պոլիտեխնիկական համալսարանի շենքեր, որոնք գծել են Թամանյանը եւ մի քանի այլ շենքեր, դրանք այդ ժառանգության մի մասն են։ Դες որ կծում ես այդ ժառանգությունից, քո կրթության բաղադրիչների ֆունդամենտալ մի բան պակասում է։ Եվ կարծում եմ բոլոր առումներով սա սխալ է եւ ամենավերջի բանով։ Ինչ տրամաբանությամբ որոշվել ով պետք է նախագծի, ինչպես պետք է նախագծվեն այդ բաները։ Ուղիղ գնումների մի ամբողջ կոռուպցիոն շատ մեծ ռիսկեր ունեցող գործընթացներ։ Զրո մասնակցայնություն։ Ոչ գիտական գործընթացներն են դրա մեջ եղել։ Ոչ մասնագիտական հանրությունը ճարտարապետներն եւ քաղաքային պլանավորներն են եղել այդ գործընթացի մեջ։ Չենք հասկանում ինչա կատարվում, նորից եմ ասում, բոլոր գնումները ակադեմիական քաղաքի միջոցով բոլոր կատարվել են մեկ անձից, բոլորի տակ կա կոռուպցիոն ռիսկեր։ Եվ դու չես հասկանում ինչ տամբանության այդ ամեն ինչ տեղի ունեցել, բայց ես միևնույն ժամանակ միշտ հանգիստ եմ եղել, որտեղ կարծել եմ, որ հաշվի առնելով մեր հանրային կառավարման ներուժը ի վիճակի չեն լինելու դա իրականացնեն եւ դից միշտ հանգիստ եմ եղել որ չեն իրականացնելու հիմա դերևս գրեթե վստահ եմ որ չեն իրականացնելու մաքսիմում 1-2 շենք են կարողանալու կառուցել կամ չկառուցել այնտեղ իմ վախսենա որ չսկսեմ վաճառել այսպես ասած պետական բուհերին պետական սեփականություն հացող շենքեր ինչ որ հաջողված հիմա այս վերջերս անում են պոլիկլինիկաներ են վաճառում տարբեր պետական գույք են փոշիացնում հարց երկար բարակ մտածելու արդյոք դա մեզ պետքա թե ոչ Պետրոսյան դուք նշեցիք որ գեղեցիկ շենքերը այդպես թանկ գնող վաճառելու միտում կա այն ամենանիվ եթե այս ծրագիրը կյանքի կոչվի կարծում եք որ նաև կրթության մատչելիության խնդիր կարող է առաջանալ Հավատա միանշանակ, որտեվ նորից եմ ասում, ես իմ փոձով եմ ասում, ես կոնկրետ ունեմ առաջարկ Երևանի Արվազանից մեկում դասավանդելու, ես չեմ ընդունում այդ առաջարկը, որտեվ ես անթեթ ընթազում այդ խցանների ժամանակ ոնց եմ գնալու արժի արդյոք այդ ռեսուրս ծախսել թե չէ, հատկապես որ մենք բոլորս դասավանդում ենք Մեղմ ասած կամավորության տրամաբանության մեջ ոչ մեկ չի շատ քչերն են որ Հայաստանում կարող են վաստակել եւ գոյատևել ընտանիք բայլ միայն դասախոսության միջոցով դասախոսելու միջոցով բուհական համակարգում բնականաբար եթե դու ասում ես լավ ես մեկը գումար չեմ ստանում հələ մի հատ ջանքել դնում եմ ու հետո եւ այլն ասում ես դե լավ ես կնի օրինակ միտեղ դասավանդեմ երկու տեղ կամ ընդհանրապես չդասավանդեմ դրա համար կասեմ դա լուրջ խնդիր է լինելու ել չեմ ասում որ Երևան քաղաքին դա շատ մեծ վնաս է հասցնելու ասեմ ինչի Երևանի վերջի հաստատված գլխավոր հատակագծերով նախավերջինը որ վերջինը որ հաստատվեց անցյալ տարի շփթփ դա չհամարեն գլխավոր հատակագից Երևանի վերջի պատշաճ արված գլխավոր հատակագծով 2005-2006 թվականին Վագնից ներքև ընկած այդ ողջ թաղամասը պետքա կանաչապատվեր եւ կարողանար Երևանի համար խոշոր կանաչ զանգված ստեղծվեր։ Մենք այսօր դա դնում ենք կառուցապատման տակ։
որ նորից դա այն հնարավորությունն է այս օդի աղտոտման շրջանակում եւ այլն, այդ են 10-ը որ մեզ պետք է տա մաքուր օդ, դրանից էլ ենք զրկում։ Այսինքն բացասական բաները այնքան շատ են, այս ամբողջ գործընթացի մեջ 1-2 փոքրիկ դրական բաներ կարող ենք sense փորձել գտնել եւ ասել, այ սա ոչինչ վատ չի, որ դա արվում է եւ այլն, բայց գլոբալ առումով կարծիքով սխալ գործընթաց է ու շատ ցավալի է եւ ամենակարևորը հսկայական միջոցները արդեն ծախսվել են եւ ծախսվում են։ Կարծում եմ, որ գա մի օր կդառնանք մենք այլ իրավիճակում կլինենք եւ բոլոր այն գումարները, որոնք մսխվել են, այն մարդիկ, ովքեր մեղավոր են, պատասխան կտան իրենց գույքով եւ իրենց կարողություններով դրա համար։ Ըստ էության հարակից մի շարք խնդիրներ կան, ինչու օրինակ չմտածել, թե ինչու են բուհերը դատարկվում եւ ամեն տարի դիմորդների թիվը նվազում։ Գործող համալսարաններում արդեն կան բազմաթիվ բաժիններ, որոնք փակվում են, չեն գործում դիմորդների պակասի պատճառով։ Սա մեկ խնդիր, կարևորագույն խնդիր։ Եվ հետո այն երկրները, որոնք իրենց հաճախ վկայակոչում են դեպի արևմուտք եւ այլը, արևմտյան արժեքները մեզ օրինակ են բերում, այդ երկրները նախ եւ առաջ հայտնի են իրենց ավանդույթներով եւ այդ ավանդույթներից մեկն է հպարտանալ, պահպանել իրենց նաեւ համալսարանական միջավայրը, այսինքն համալսարանները որքան հին, որքան հարուստ պատմությամբ, այնքան ավելի ներկայանալի։ Ինչու են արդյոք միտումնավոր են ուզում այս ամբողջը ոչնչացնել, ինչպես բազմաթիվ արժեքներ մեզանում, թե սա ուղղակի, չգիտեմ, տգիտության արդյունք է, չհասկանալու արդյունք է։ Սա երկու պատճառ է։ Նախ մտածողության մեջ կարևոր չի պատմականությունը, ավելին պատմականության խնդիրը հենց որ գալիս է, այդ մարդիկ ծանր են տանում դա։ Ես այդ մարդկանց մեծ մասին գիտեմ։ Հենց որ դու խոսում ես որոշակի ավանդույթների մասին, որոշակի պատմականության բաղադրիչ, որը չի տեղավորվում իրենց տրամաբանության մեջ, ապա միանգամից դա մերժում են անոնց երկար բարակ խորանալու։ Դա այսպես խորքային մի բան կա, որ մեկ գիտակցում են, որոշները գիտակցում, որոշները չեն գիտակցում եւ այլն։ Այդ տեսակ մարդկանց եւ ես անվանում եմ անհայրենիք մարդիկ։ Այսօր իշխանության մեջ գերակշռող են անհայրենիք մարդիկ։ Իրական Հայաստանում, այսինքն չեն լինելու ավանդույթներ, չի լինելու պատմություն, չի լինելու կրթական ավանդույթներ, ճարտարապետության հիշողություն, ինստիտուցիոնալ հիշողություն։ Կարող է Վարդան Ազատյանի կամ Պողոս Պողոսյանը գնանցի պատմությունից մի բան բերի, ասի այ սա եկեք կարևորենք, չգիտեմ որտեղ այս ժամանակ, չգիտեմ ես ինչ կաթողիկոս եմ, ես ինչ տեքստ ագրել եւ այլն, կարող է այդպես դեպքեր լինեն, բայց ընդհանուր իրաց տրամաբանությունն է, որ ցանկացած անցյալից ցանկացած բան դա վատ է։ Այդ անհայրենիքության բաղադրիչն է։ Հաջորդը դա դիլետանտիզմն է, որը կա խորքային առումով ամեն տեղ։ Այսինքն դու կարող ես լինես լրագրող, կարող ես լինես շատ լավ իրավաբան եւ այլն։ Դու կարող ես քո խելքի աշխարհայացքի տրամաբանության մեջ պատկերացնում ես օրինակ հիմա Երևանի խցանման խնդիրները ինչպես կարող ես լուծել, կամ բուական համակարգը ինչպես կարող ես լուծել։ Բայց դա չի նշանակում, հենց որ դու մտնում ես քաղաքական գործիչ եւ դու ընդունություններին ձայն ես ստանում, դու կարող ես դրա քաղաքականության հիմնական ուղենիշները դնես։ Այսինքն եթե դիցուկ երկրի ղեկավարը ցանկությունը ճիշտ որոշում անելու եւ մտքի ծայրով անցնում որ կարող ակադեմիական քաղաքը լավ գաղափար, շատ երկար ճանապարհ պիտի անցնի այդ գաղափարը։ Նախ կառավարության մեջ, մասնագետների շրջանում, կրթության ոլորտի մասնագետների, քաղաքային պլանավորման, քաղաքաշինություն, ինչպես դուք եք ասում, այդ մասնագետների եւ այլն, մենք հասկանանք ամբողջ պատկեր հասկանանք, դու նոր գազ սկսես փող ծախսել։ Իսկ մենք ունենք իրավիճակ, որ մի հոգի էս երկրում քնում է, զարթնում է, մի հատ ախմախ գաղափարը տալի, այդ ախմախ գաղափարը դառնում է հանձնարարական եւ իրականում եւ ակադեմիական քաղաքը դրանից մեկն ամենը։ Պարոն Պետրոսյան, ներողություն, հսկայական գումարներ պահանջող նախագիծ է։ Որևէ քննարկում լուրջ մասնագետների հետ կազմակերպվել է ակադեմիական քաղաքի շուրջ։ Ճարտարապետների եւ քաղաքային պլանավորողների հետ մասնագիտական քննարկում չի եղել։ Դա միանշանակ է։ Ցավալիորեն կարող եմ ասել եւ վերադառնալով այն մտքին, որ ինչու Հայաստանի կրթության որակը այս սխալ ընթացքի մասնակազմում նաև Հայաստանի ամենահին ճարտարապետական դպրոցը, որը գումարներ է ստացել նաև կոնկրետ այս process-ից եւ այսօր ճարտարապետական մեր դպրոցը, ցավով եմ ասում, որ ես եմ ավարտել, որտեղ դասավանդել եմ երկար տարիներ, այս գործընթացի մի մաս է կազմում։ Եվ այս փողի համար կամ առանց երկար մտածում ինչ-որ որոշումների մաս լինելը եւ այլն, ոչ միայն հարված է հասցնում, այսպես ասած, որ պետական միջոցներն, այլև ճարտարապետական դպրոցը, այսպես ասած, դա սխալ ճանապարհի, անգրագետ ճանապարհի մի մաս է դառնում։ Ճիշտ դրա համար, եթե սրանց 5-6 տարի առաջ, եթե ինչ-որ մեկը ինձ խորհուրդ է ասում, ես ում ճարտարապետ դառնամ, ես ասում եմ, սովորեք բակալավր Հայաստանում, հետո գնացեք դրսում շարունակեք։ Հիմա նույնիսկ խորհուրդ եմ տալիս, նույնիսկ բակալավր չարժի սովորել Հայաստանում, որովհետեւ ձեր երեխաներին տալու են սխալ գաղափարներ, սխալ արժեքներ են
են դնել ձեր երեխաների մեջ, ուստի չարժի Հայաստանում ընդհանրապես սովորել ճարտարապետություն, ել չեմ ասում ճարտարապետական գործունեությամբ զբաղվել։ Ուզում ասեմ, սա մի հատ ընդհանուր ընթացքի մաս է կազմում եւ երրորդ բաղադրիչը անհայրենիքների եւ դիլետանտների հետ դա կոռուպացվածների կամ թայֆաբազների, այսպես ասած, խումբն է, որից մարդիկ ունեն իրենց, այսպես ասած, սև սպիտակ կամ չգիտեմ ինչ տարբեր տրամաբանությամբ, այսպես ասած, մարդկանց գնահատման բան եւ իրենք որոշում են, այս մարդկանց հետ ես ուզում եմ աշխատեմ, այս մարդկանց հետ չեմ ուզում աշխատել։ Այնպես չի, որ Հայաստանում մենք բազմաթիվ ոլորտներում ունենք շատ մասնագետներ, այսպես ասած, այո, այս բացառման տրամաբանությամբ էլ որ գնում ես, դու հայտնվում ես կոտրված տաշտակի դիմաց եւ այսօր կոնկրետ ակադեմիական քաղաքում, որտեղ ակադեմիական քաղաքի դեպքում որ կրթության նախարարության կամ ԿԳՄՍ նախարարության երկարանով նախարարությունում կամ հուշարձանների ոլորտում կամ քաղաքաշինության կոմիտեում այսպես բոլոր ուղղություններով սխալ որոշումների շարան է գնում, վնասաբեր գործընթացներ են գնում եւ այլն, առանց ապահովելու որևէ ներառականություն եւ ինկլյուզիվություն մասնագիտական, ել չեմ ասում, որ քաղաքացիական հասարակության մասով ինկլյուզիվություն չկա, որովհետև եթե մեզ հաջողվում է մինչև 18 թվականը եվրոպական իշխանությունները որոշակի առումով վախեր ունեին եվրոպական, այսպես ասած, կամ մարդու իրավունքների ինստիտուտներից, որոնցից ճնշումներ կլներ, ասել, եթե ձեր մոտ մասնագետներ ասում են սա սխալ եք անում, մի քիչ հաշվի առեք եւ այլն, այդ մեծահոգությունն էլ մենք չունենք։ Այսօր իշխանությունը թքած ունի եւ մասնագիտական եւ հանրային կարծիքի վրա եւ բնականաբար այս գործընթացում կա զորո ինկլյուզիվություն բոլոր ուղղություններով։ Դրա համար դատապարտված են, այս բոլոր նախաձեռնությունները դատապարտված են։ Իրանք չեն պատկերացնում իրանք բոլոր գաղափարները իրանք իշխանությունը կորցնելուց հետո ինչպես են հայտնվելու աղբամանում։ Իհարկե, այդտեղ մենք ունենալու ենք շատ մեծ հանրային միջոցներ կորցրած, այսպես ասած, վատնված, որոնք ես կարծում եմ մենք կփորձենք ինչ-որ մասով հետ բերել։ Նույն տրամաբանության մեջ իրականացվում են Ծիծեռնակաբերդում ընթացող շինարարական աշխատանքները, պարոն Պետրոսյան, երբ առաջին կադրերը հայտնվեցին համացանցում, շատերը դա որակեցին որպես վանդալիզմ հուշարձանի նկատմամբ, հուշարձանային, ոչ հուշարձանային տրամաբանությամբ, մեթոդաբանությամբ այս աշխատանքները դուք միտեղ որակել եք ռեմոնտ։ Իրականում ինչ է կատարվում Ծիծեռնակաբերդում, արդյոք անդառնալի սխալներ են այստեղ թույլ տրվում եւ էլի ուզում ես հասկանալ դիտավորություն է այստեղ, այդ աստիճան դիլետանտությունն է գործում, չգիտեմ, թե ամենը միասին։ Բոլորը միասին։ Ծիծեռնակաբերդը ակադեմիական քաղաքի խնդիրների փոքր, այսպես ասած, դրվագն է, խտացված միտեղ։ Լավ, ընդունենք Ծիծեռնակաբերդում ունենք խնդիրներ, ինչ որ ջրի հետ կապված, անձրևաջրի հետ կապված։ Որոշում են, որ հղանում է դա վերականգնելու եւ մինչեւ այն ժամանակ որ դու սկսում ես աշխատանքներ, պետք է ճանապարհ անցնի։ Եթե դու անհայրենիք չես, դու դա դիտարկում ես որպես Հայաստանի կարևոր հուշարձաններից մեկը եւ իրան մոտենում ես նույն պատասխանատվությամբ, ինչպես կմոտենայի օրինակ 29-ին կամ Հաղպատին, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկի մեջ են։ Բայց եթե դու անհայրենիք ես, դրան վերաբերվում ես մի հատ գյուղում մանկապարտեզի նորոգման ռեմոնտ անելու տրամաբանության մեջ։ Այդտեղից գնում են բոլոր սխալների ընթացքը։ Դու չես վերաբերվում իրան պատշաճ որպես հուշարձան, չես տալիս ճիշտ պատվեր, այսպես ասած, նախագծողին կամ նախագծողներին կամ ով որ զբաղվում է որպես անեն ճիշտ նախագիծ, եւ ըստ այդմ դու չես անում ճիշտ, այսպես ասած, հաջորդ քայլը ճիշտ շինարար չես ընտրում եւ ստամա այդ արդյունքը։ Ասում եմ, նույն տրամաբանությունն է խտացած ամեն տեղում։ Նույն էս նախարարությունը, որ պատասխանատու հուշարձանների վերականգնման համար, ինչպես եւ նախկինում, հիմա էլ չեն կարողանում ապահովել, որպեսի տարբերակեն հուշարձան վերականգնող շինարարական կազմակերպությունը մանկապարտեզ նորոգող շինարարական կազմակերպություն։ Հայաստանում կա մեկ լիցենզիա, նույն լիցենզիան ունեն եւ երկուսն էլ կարող են կան ցանկացած, այսինքն նույն շինարարական կազմակերպություն, որ մանկապարտեզ է նորոգում, կարող է մասնակցի եւ հաղթի Սանահինի եկեղեցու, օրինակ վերականգնումը, որ համաշխարհային, այսպես ասած, ժառանգության ցանկի մեջ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ Նախարարությունը փոխարեն զբաղվի դրանով, այլ փորձում է ինչ որ մեկը գիշեր քնել զարթնացնել, որոշել է, որ այսօր պետք է ասպատակի եկեղեցու դեմ կամ ակադեմիական քաղաքացի, իրաց խնդիրներով է զբաղվում։ Դե չեք պատկերացնում մյուս կողմից ինչ անում։ Կրթության նախարարությունը եւ ողջ հուշարձանների բլոկի ուրեմն բանը վերականգնման գործընթացն է, գումարն է, ամբողջովին ուղղել է ուրեմն ամրոցներին, եկեղեցիներին, քանի որ եկեղեցու պատճառի հետևից են ընկել եւ այլն, ամբողջովին սկսում են պետք չեն։ Այո, փոխան եկեղեցիները վերականգնեն, ասում են էժմիածին է, թող էժմիածինը վերականգնվի, բայց այն դեպքում, որը
հայ ժողովրդի ժառանգության այն մասը, որը մեզ բերում է դարձնում է համամարտկային, այսպես ասած, տրամաբանության մեջ, որը ամբողջ վերածննդի ճարտարապետությունը եվրոպական հիմնված է հայկական, ուրեմն եկեղեցական ճարտարապետության, վաղ քրիստոնեական ճարտարապետության վրա, դա թողնում ենք մի կողմ, գնում ենք զորով, շարով, ինչ որ ամրոցներ են գտնում, փորձում են ամրոցները վերականգնել, որ դրան վատ բան չկա։ Բայց մեկ գիշերվա մեջ փոխվում է, դա դառնում է հայեցակարգ, դա դառնում է պետական պատվեր եւ այլ եւ այլ, ու մի հատ հսկայական պետական համակարգ գնում է սխալ ուղղությամբ, այն դեպքում շատ լավ որ ամրոցները վերականգնեն, բայց նախ եւ առաջ մարդիկ որ գալիս են եվրոպական կամ աշխարհի տարբերակում այնքան լավ պահպանված ամրոցներ կան, ոնց դու գնում ես, զարմանում ես եւ այլ եւ այլ։ Հիմա մեկ գիտեք չեք պատկերացնում քանակի ամրոցներ վերականգնում իմ Հայաստանում, որովհետև պետական պատվեր է եւ մեկ հոգու պատվեր է, որ եկել է դարձել քաղաքականություն եւ գումարները ծախսում է։ Հսկայական գումարների մասն է խոսք գնում։ Եթե չեմ սխալվում, տարեկան թիվ չասեմ, եթե չեմ սխալվում, մոտենում է մոտավորապես 1 միլիարդ դրամի, բայց կարող սխալվում եմ, այդ թողնենք։ Եկեղեցին վերանորոգում է գործող եկեղեցիները եւ կարծում եմ, որ այն եկեղեցիները, որոնք գործում են եւ գտնվում են Մայրաթորի խնամքի ներքո, ավելի անհամեմատ ավելի լավ վիճակում են, բայց ինչ է լինելու, օրինակ պետական հուշարձանների ֆոնդում գտնվող եկեղեցիների ճակատագիրը, օրինակ Քոբայրի ճակատագիրը ինչ է լինելու, պարոն Պետրոսյան։ Դե Քոբայրը շատ երկար ժամանակ շատ նրբորեն փորձում են վերականգնել, բարեբախտաբար Քոբայրի դեպքում օրինակներից մեկն է։ Չէ, ուզում ամեն մեկ ունի տարբեր պատմություններ։ Այո, Քոբայրը շատ դանդաղ գնում է, բայց ում ասեմ, թե բազմաթիվ շերտեր ունի այս խնդիրները, որ ինչքան վատ է իրականացվում այս ամեն ինչը, եւ ամենացավալին է, եթե մենք սրանից մի 5-6 տարեկան վերականգնում ենք շատ ավելի քիչ թվով, վատ վերականգնում ենք շատ քիչ թվով հուշարձաններ, հիմա պոպուլիզմի եւ այսպես ասած շատ փող ծախսելու գործընթացում իսկ թվում է մենք ավելի մեծ թվով վատ վերականգնումներ ենք իրականացնում Հայաստանում, որտեղ վերջի 2-3 տարիներին ֆինանսավորումը էականորեն ավելացվել է վերականգնումների, որը իմ կարծիքով չի լուծել խնդիր, ուղղակի մենք ավելի շատ ենք հուշարձաններ փչացնում պետական միջոցներով։ Ես ճիշտ հասկացա, որ այս ոլորտում խոշոր կոռուպցիոն գործընթացներ են տեղի ունենում։ Ես կարծում կոռուպցիան ամենտեղ է, կոռուպցիան պարտադիր չի լինի կաշառակերության տրամաբանության մեջ, դա տեղում է ֆավորիտիզմն է, ինչ որ մեկին իրանց ծանոթներին եւ այլն գումների գործածում ասեմ բոլորիս պարզ է, այնքան այդ ամեն ինչի մասին խոսվել է, նորից ասեմ ակադեմիական քաղաքի ծախսված գումարները մի քանի տասնյակ միլիոն դոլարներ են, բոլոր մեկանձից գնումներով, եւ եթե մի օքի այսպես ասած փորձի բացահայտել, բազմաթիվ հետաքի հետքեր կգտնի տարբեր իշխանական ուրեմն մարմինների հետ։ Այս իշխանության մեկ այլ, այսպես ասած, ճճացող խոստումներից մեկի եմ ուզում անդրադառնանք Աչափնյակի մետրոյին։ Ոչ միայն չի կառուցվում Աչափնյակի մետրոյի կայարանը, այլև այս կայարանին հատկացված գումարները կառավարությունը ուղղում է այլ ոլորտներում տարբեր ծախսեր փակելու համար։ Անկեղծ ասած, արդեն այս թեման ժպիտ է առաջացնում, ծիծաղ է առաջացնում, որովհետև հասկանալի է, որ Աչափնյակի մետրոյի կայարանի թեման դարձել է նախընտրական քարոզչության լավ թեզ, որը օգտագործում են բոլոր ընտրություններից առաջ։ Ինչևէ, պարոն Պետրոսյան, եթե անգամ մի հրաշքով Աչափնյակի մետրոն կառուցվեր, որքանով էր լուծելու Երևանի տրանսպորտային բեռնաթափման հարցը։ Ինչ է կատարվում այս ոլորտում։ Անդադ այսպես անպագորգոր բառեր են, նախադասություններ են ասում, որ իրենք տրանսպորտի հարցը լուծել են, բայց բավական է ժամը 18:00-ին դուրս գալ մայրաքաղաքի փողոցները տեսնել եւ հասկանալ տրանսպորտային հարցը լուծված է թե լուծված չի։ Ինչ կարևոր թերություններ կա, ինչ խնդիրներ կան այս ոլորտում։ Նախ մի գաղտնիք բացեմ, 2019-ին էր առաջի ընտրությունները, որ տեղի ունեցավ այսպես կոչված Թավշյա հեղափոխությունից հետո, ճիշտ 19-ին էր, չէ՞, առաջի ազգային ժողովի ընտրությունները։ Հա։ Այդ ժամանակ նորից ուզում էին Աչափնյակի կանգառը դնել նախնական ծրագրի մեջ։ Ես առաջարկեցի չդնեն, որովհետև ասում էի, որ դուք պետք է ամբողջական մի հատ մենք ուսումնասիրություն ունենանք, որ արդյոք Երևանին պետք է այդ մետրոյի կայարան թե ոչ։ Ես դեռևս հավատացած եմ, որ այդ մետրոյի կայարանը չի լուծելու Երևանի տրանսպորտի խնդիրը։ Ավելին, այդ մետրոյի կայարանը կառուցվում է սխալ ձևով, ասեմ ինչի։ Մետրոյի կայարաններ ունեն սպասարկման շարավիղներ եւ այն ժամանակ հենց որ Երևանի գլխավոր հատակագիծները մշակվում, հետո մշակվում է Աչափնյակ համայնքի այն ժամանակ համայնքներին գոտեվորման նախագիծը, որին ես մասնակցել եմ, Աչափնյակի մետրոն նախադեсված է ուրեմն շինարարներ եւ Աբելյան փողոցների հատման կետում, այսինքն թաղամասի մեջտեղում, որպես կանոն ավելի շատ բնակիչ ծածկեր։ Քանի որ վերջի 4-5 տարիներին այդ բոլոր հատվածը, որտեղ մետրոյի կայարանը պիտի լիներ եւ մետրոն վերևից պիտի փորվեր, կառուցապատվել է, հիմա մետրոն կառուցվում է Հրազդան ձորի ափին, Թումոյի հարևանությամբ համայնքային թե պետական հողի վրա։ Դա ի սկզբանե տեխնիկատնտեսապես հիմնավորված չի այս կայարանի կառուցումը։
դա չպետք է կառուցվի եւ ես կարծում եմ, որ Երևանի ամբողջ տրանսպորտի տրամաբանությունը պետքա վերանայվի, որովհետեւ այս բան իբրտես բարեփոխումները որ արվել են, մի քանի հետաքրքիր տվյալ ասեմ։ Այս բարեփոխման պլանը, այսպես ասած, կամ ծրագիրը մշակվել է 2017-18 թվականներին մեկ անգլիական ընկերության կողմից, որի համար հիմքած է 2015 թվականին հավաքագրված տվյալները։ Այսինքն այսօր Երևանի քաղաքապետարանը հսկայական միջոցներ է ծախսում Երևան անում տրանսպորտի ռեֆորմ 2015 թվականի հավաքագրված տվյալների հիման վրա, որը նշանակում է, որ մենք 10 տարվա վաղեմության տվյալի վրա անում ենք ռեֆորմներ տրանսպորտի ոլորտում, այն դեպքում, որ Երևանում Հայաստանում մեքենաների քանակը կրկնապատկվել է վերջի 10 տարվա ընթացքում, այսինքն բոլորին այլ տրամաբանություն պետք է լիներ այս ամեն ինչում։ Բայց դա չի արվում, նորից այսպես դիլետանտիզմի եւ թայֆաբազության ուրեմն գործընթացում։ Այսքան ժամանակ, չգիտեմ, բազմաթիվ հարցազրույցներ եմ ես եւ տարբեր մարդիկ ասեն Ժորժ ջան, սխալ եք անում եւ այլն, չի եղել մեկ քննարկում, փակ նույնիսկ կարող են հանրային չանեն, որտեղ իրաց վախից մեկենա, որ հենց որ հանրային է լինում, այս փորձագետը, այսպես ասած, որոշակի բան է, մանդատ է ձեռք հաջորդ ընտրություններին գնում մյուսի համար աշխատում եւ թող իրանց լինի հաջողությունը միայն եւ փակ գոնե ձևաչափում փոփ չավե հասկանալ ինչն են սխալ անում։ Եվ դա մենակ տրանսպորտի մասին չի խոսք, ամեն տեղ է այդպես։ Ես մինչև 18 թվականը էլի միշտ ընդդիմանալով պետական տարբեր իմ ոլորտում, իմ գիտելիքների շրջանում բավարար քաղաքականություններ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, հիմնական փակ, որովհետեւ ես չէի ընդունում, որ դրանք բացնեն, բայց որոշակի մտքեր, գաղափարներ տվել են, որոնք շատ փոքր 1%-ով 2%-ով իրականություն են դարձել։ Հիմա դա ընդհանրապես տեղի չի ունենում։ Եվ այս Երևանի տրանսպորտի խնդիրը չի լուծելու Երևանի տրանսպորտի խնդիրը։ Սրանք փողի վատնումներ են, միտեղ գնում են, որտեղ իրանց թվում է, եթե իրանք, չգիտեմ, 4 երկիր շատ են եղել ձեզանից կամ ինձանից եւ այլն, կամ չգիտեմ, 3 ամիս ապրել են Լոնդոնում, իրանք գիտեն, որ ինչպես է աշխատում հանրային տրանսպորտը։ Ոչ, Լոնդոնում ապրելը բավարար չի, որպես դու հասկանաս, հանրային տրանսպորտը սխեման ոնց է լինում։ Դու պետքա ստեղծես ներուժ երկրիդ ներսում, եթե չունես բերես դրսից, ոնց որ ակադեմիական քաղաք եւ ակադեմիական քաղաքի միակ դրական բաներն է, որ հասկացել են, որ այստեղ ներուժը չկա, պետքա դու ինչ-որ մարտիկ բերել եւ այլն, բայց ֆունդամենտալ այնպես որ դու այդ փողը որ ծախսում ես դրսից ներուժ ես բերում, որ քո խնդիրները լուծել, պետք է նենց անել, որ դրսի ներուժը տեղի ներուժի վրա ազդի, որ դու անընդհատ չգնաս դրսից բերես փորձագետներ, մասնագետներ եւ այլն, էլի։ Սա այնքան պարզ տրամաբանություն է, դրանք չեն անում, ներուժ չի ստեղծվում Հայաստանում, սխալ ճանապարհով անում են այս բարեփոխումները, իրանք հայտնում են կոտրած դաշտակի արժեվ եւ հիմա վիճակում, որտեղ ակադեմիական մետրո աչափնյակի մետրոն չեն կամ կառուցել եւ ավելին ասեմ, դա մետրով այդ հարցը չի լուծվելու, որտեղ այսօր մետրոն իր վրա չի կրում Երևանի տրանսպորտային հոսքերի, մարդկային հոսքերի մեծ մասին, շատ փոքր մասանում ու սխալ տեղում մետրոյի կայունակարգում։ Հատկապես աչափնյակում, որ բայց նորից եմ ասում, ընթացքը ամբողջովին սխալ տրամաբանությամբ է գնում, բայց նույնիսկ այն մակերեսային տրամաբանությունն է, որ ակադեմիական քաղաքում եկեք մի բան անենք, որ այսպես ասենք, այ տեսեք մենք ինչ լավն ենք եւ այն ու կարող են անես մի բան, պետք է անես, որ արդյունքը ուշ լինի, շուտ չլինի, որտեղ եթե դու պիտի հիմա արդյունք ցույց տաս, դա մա ներուժ է պետք, գիտելիք է պետք, փորձ է պետք եւ այլն։ Եկեք մի բան ասենք, որ մենք անենք մի 4-5 տարի ծախենք այդ գաղափարը, էսա կլավանա, տրանսպորտն էլ դրանցից է։ Եկեք թողենք մետրոյին, ասենք Աչափնյակ մետրոն կլուծի Երևանի տրանսպորտի խնդիրը, չի լուծելու Երևանի մետրոյի, դա տրանսպորտի խնդիրը Աչափնյակի մետրո։ Իրենց խոստումներից ինչպես շատերը խնդիրը չի լուծվում, իդեպ երբ որ տրանսպորտի գինը թանկացնում էին, ասում էին թանկացնում ենք, որպեսզի նոր ավտոբուսներ բերենք, բայց ինչպես պարզվեց, նոր ավտոբուսների գնում այս տարվա պլանում նախատեսված չէ, եւ իդեպ այդ թանկացումը ինքնարժեքի ընդհանրապես թանկացումը տրանսպորտի հարցը կարծում եմ չի լուծում, որովհետեւ այն գերծանրաբեռնված վիճակը, որ տեսնում եմ ամեն օր Երևանում, ուղևորների երևի կեսից ավելին չի վճարում, վճարումներ չեն անում, որովհետեւ մի կերպ հազիվ կարողանում են իրենց ավտոբուսի մեջ գցել, ուր մնաց թե ինչ որ հասնել այդ սարքին եւ վճարում կատարել եւ հիմնականում վճարում են անում բարեխիղճ քաղաքացիները եւ ստացվում է որ ուղղակի այստեղ էլ էլի կիսատ պրատ թողած ինչ որ հարց, որը հերթական ձախողումներից մեկն է։ Պարոն Պետրոսյան, դուք 2018-ի օգոստոսից մինչև 2019 թվականի հոկտեմբեր ամիսը ղեկավարել եք կադաստրի պետական կոմիտեն։ Չեմ ուզում հարցնեմ ինչու հեռացաք կոմիտեից, որտեղ այս պահին դա էական չէ, բայց ուզում եմ այսպեսի մի հարց տալ։ Հավանաբար այդ ժամանակ հեղափոխության ալիքով այսպես ոգևորությամբ սեփական գաղափարներով, սեփական ծրագրեր
շուրթերով նախաձեռնել ստանձնել էիք այդ պաշտոնը։ Պաշտոնը թողելուց հետո որներ ափսոսանքի ամենամեծ զգացումը այն առումով, որ այս ծրագրերը չկարողացա իրականացնել, ինչը կիսատ մնաց եւ առ այսօր որ խնդիրներն են Երևանի, որ այդպես ասած շատ խորքային եք համարում եւ կարեւորում եք այդ խնդիրները։ Տեսեք, կադաստրի կոմիտեին գնալը պատահական չի եղել, որտեվ դրանից առաջ եղել էր, այսպես ասած, փորձ, որպեսզի ես ավելին զբաղվեի քաղաքաշինության խնդիրներով, այն ժամանակ կոմիտեն կար եւ այլն, բայց ես միշտ այն ժամանակ էլ, հիմա էլ 18-ից առաջ էլ միշտ դեմ եղել, որ ընդհանրապես պետություն ունենա քաղաքաշինության կոմիտե։ Եվ այն ժամանակ ես ճիշտ չէի գտնում, որ ես գնամ քաղաքաշինության կոմիտե, որովհետև ինձանից այս քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն Արեգ Սարգսյանն էր, ով շատ մեծ մեղք ուներ, այսպես ասած, Երևանում տեղի ունեցող գործընթացներ, որին ես երկաթարիկներ քննադատել եմ եւ կատեգորիկ ես դեմ էի, որ այսպես կոչված ինչ որ process է լինում, իշխանությունն ապահովում եկել հոп ես հայտնվում եմ հենց նույն տեղում, որտեղ Նարեկ Սարգսյանն է եւ նույն անունով կոմիտե, որ ես միշտ ասել եմ եւ բազմաթիվ անգամներ փակ բաց ձևաչափով ասում եմ այդ մարմինը պետք չի, հիմա էլ եմ հավատացած դրան։ Այնտեղ գնալով ես նախ եւ առաջ կարծում եմ, որ պետք է վերափոխվի ընդհանրապես եւ կադաստրը եւ ընդհանրապես պետության դերը քաղաքային պլանավորման կամ քաղաքային զարգացման գործընթացում։ Կադաստրի կոմիտեն բոլորիս համար ընկալվում է որպես զուտ սեփականության վկայական տվող մի մարմին, բայց ինքը շատ ավելի լուրջ գործարքն է, ինքը որ երկրի ողջ տարածական քաղաքականությունների պատասխանատուն պիտի լինի։ Օրինակ պատճառներից մեկը, որ ես չեմ շարունակել աշխատել, դա սխալ հողային քաղաքականությունն էր։ Ես սկզբում որ գնում էի կամանց ամեն շաբաթյա, այսպես ասած, տրամաբանությամբ բարձրացնում էի հողերի նպատակային նշանակությունները կտոր մաս փոխելու գործընթացներում, օրինակի համար եմ ասում։ Հիմա որ էլի բարդացումներ եղել է եւ այլն, դրանք այն ժամանակվա, այսպես ասած, իմ ենթադրում եմ իմ ցանած, այսպես ասած, սերմերի արդյունքներն է, որովհետեւ չի կարելի այդպես ամփույթ վերաբերվել կտոր փոխել օրինակ հողային նպատակային նշանակությունները։ Այդ ժամանակ կար խնդիր, որ պետությունը ինչքանով պիտի ինքնապես ինքը խառնվի համայնքների գործարքների մեջ։ Ես հավատացած եմ, որ համայնքները պետք է հնարավորինս մեծ ազատություն ունենան եւ ինքնակառավարում ունենան, բայց վերջի 6-7 տարիներին գնում է ամբողջովին հակառակ գործընթացը։ Պետություն համայնքներից ֆունկցիաներով վերցնում է, ել չեմ ասում բանտակված եւ ստիպողաբար, այսպես ասած, հարվածները, որ հասցնում են ընտրված համայնքապետերի նկատմամբ, քանի կալանավորված ունեն եւ այլ եւ այլ եւ այլ։ Այսինքն իմ համար կադաստրի դերի վերաժևորումն է շատ կարևոր, որ մենք կարողանանք անենք։ Մյուս ամենակարևոր բանը դա անշարժ գույքի հարկման համար, գույքահարկի համար մարդիկ այդպես են սովորում, դա համար կադաստրային գնահատումը վերանայելն է, որտեղ պետությունը այդ ժամանակ գնահատում է 1990-ականներին արված գնահատումները եւ հանրային միջոցները փոշիացվում էին, վաճառվում էին շատ էժան գներով եւ մենք կարողացանք շատ կարճ ժամանակում բերել եւ պետությանը տալ գործիքներ եւ պետության եւ համայնքներին գործիքներ տա, որ Ժորժ ջան, այս ձեր գույքը որ դուք ունեք, դա ոչ թե 400.000 դրամ է, այլ սա արդեն 100.000 դրամ է վաղուց։ Դու ըստ դրա պիտի հակ հավաքես, ըստ դրա պետքա վաճառես եւ այլ եւ այլ եւ այլ։ Ու համայնքները հսկայական միջոցներ են այսօր ստանում, հենց որ մենք եկանք նոր կադաստրային գնահատում արեցինք եւ թույլ չտվեցինք, որ իրանք ուրեմն վաճառեն այդ ցածր գներով։ Հաջորդ խնդիրը, որ պետքա մենք դնենք եւ իմ կարծիքով, այսպես ասած, ոնց որ թե ճիշտ ուղղությամբ գնում էին, բայց հաշվի առնելով այն նույն կոռուպցիան, որ կա կադաստրի մեջ, կադաստրում հենց հիմա, որ մենք փորձում ենք դրա դեմ պայքարենք եւ այլն, չի կարող արդյունք տա, դա ողջ տարածական գործընթացների կենտրոնացումն է պետության։ Ձեզ ասեմ, որ պետությունը այսօր ունի մի հատ անտարային կադաստր, մի հատ ջրային կադաստր, մի հատ քաղաքաշինական կադաստր պիտի ունենան 20 տարի, չեն կարողանում անեն եւ տարբեր կադաստրներ կան, եւ մենք ասում ենք դուք չպետք է ամեն մեկը տնեք տարբեր կադաստրներ, Հայաստան պետք է լինի մեկ կադաստր եւ դա պետք է կենտրոնացված տրամաբանություն պիտի լինի, որտեղ պետությունը կանա ճիշտ որոշումներ կայացնի, բայց կամ պետությունը խնդիր ունի ճիշտ որոշումների, պետությունը կարիք ունի միայն վարչապետի երազում տեսած գաղափարներ իրականացնելու եւ իր կապրիզները պոպուլիստական քայլեր իրականացնելու, իրանք գործիքը պետք չի, բայց իմ կարծիքով դա ֆունդամենտալ է եւ շատ երկրներում, որտեղ ես ծանոթ եմ այդ գործընթացներին, երկրի պետք է ունենա մի հատ համակարգ, որ իրան տալիս այն գործիքակազմը ճիշտ որոշում կայացնելու։ Տարբեր արտակարգ իրավիճակների դեպքում, պատերազմի դեպքում եւ այլն չկար այն ժամանակ։ Մենք կարծես թե կառուցակարգեր դնենք եւ ցավով պիտի ասեմ հիմա էլ գոյություն չունի։ Այսօր ոստիկանությունը, եթե ուզում է մի հատ ավազակախ խումբ կամ տերորիստական խումբ ունի մի հատ շենքում, կենտրոնացված բազա, որպեսզի բոլոր շենքերի հատակագծերը միտեղ պահպանվեն, գոյություն չունի Հայաստանում։ Պատկերացնում եք ինչի մասն է խոսում։ Մենք կինոներում որ տեսնում ենք քարտեզը բացում են, որոշում են ինչպես են շենքում, ասեմ չկա այդ բազան։
մենք այդ բազան կառուցելու ճանապարհում ենք եւ եկան մեզ թույլ չտվեցին եւ ասացին որ չէ կադաստրին շատ ուժեղացնում են եւ այլ ֆունդամենտալ բաներ այսօր պետությունը չունի, տվյալներ չունի եւ եթե դու տվյալ չունես չես կարող ճիշտ կառավարում անես, եթե նույնիսկ ցանկություն ունենաս մի ուրիշ ցանկություն ունենալ թե չունենալը, այսօր մենք չենք տիրապետում մեր երկրում ինչ ունենք, ինչ չունենք։ Ինչ որ քայլեր միջազգային ինչ որ դոնորներ ինչ որ ծրագրեր իրականացնում են եւ այլն, բայց մենք այն ինֆորմացիան ենք մենակ հավաքում, ինչ որ իշխանությանը պետքա փող աշխատելու կամ ինչ որ այլ քաղաքական խնդիրներ լուծելու։ Քաղաքաշինական խնդիրները կարևոր են, դրանց մասին կարելի է անվերջ խոսել, բայց պարոն Պետրոսյան չի կարծում, որ երանի թե մեր խնդիրները լինեին, ամենածանր խնդիրները լինեին քաղաքաշինական ոլորտում։ Այսօր մեր երկիրը, մեր հայրենիքն է կանգնած ըստիս լինել չլինելու հարցի առաջ։ Կուզեմ, որ մեր երկրում կատարվածը գնահատեիք որպես քաղաքացի, ակտիվ քաղաքացի, որ միշտ ունեցել եք ձեր դիրքորոշումը եւ այդ դիրքորոշումը արտահայտելու համարձակություն։ Երբ ոնց 2018-ի ի բոլոր բերած դժբախտությունները, իհարկե դրական բաներ որոշակի անում միգուցե բերես, բայց դժբախտությունները Արցախի կորուստը, զոհերը եւ այլն եւ նաեւ մեր ողնաշարը կոտրելուց բերես մի հատ շատ մեկ այլ ցավալի մի բան։ Մինչեւ 18 թվականը ինձ թվում է, որ մենք ունենք սերնդային խնդիր, այսինքն մեր խնդիրների մի մասը սերունդների մեջ է, բայց 18 ապացուցեց, որ սերնդային չի եւ նոր սերունդը կարող լինի նույն չափ, երբեմն ավելի շատ լկտի, կոռումպացված եւ մոտավորապես, այսպես ասած, որը քեզ այնպեսի վիճակում դնում, որ գրեթե դու հույս չես ունենում, որ վիճակը ինչ-որ ավելի փոխվելու է, դզվելու է, ինչպես ասում ենք, եւ մենք կարողանալու ենք պատշաճ, այսպես ասած, ճանապարհի վրա լինենք։ Բայց դա չի նշանակում, որ պետք է ուղղակի թևատափ լինել եւ այլն։ Շատ ցավալի է, որ մենք եկանք դրան, որ ես հիմա գտնում եմ, որ նաեւ մեր սերունդը, այսպես ասած, երբ ունեցավ հնարավորություն երկիրը ինչ որ ճիշտ ուղղությամբ տանելու, մենք շատ ավելի վատ արդյունք ստացանք, ինչ որ նախկինում ունեցանք։ Եվ բնականաբար դա շարունակական է, ժամանակի ընթացքում բոլոր իշխանությունները լկտիանալու, այսպես ասած, բան ունեն, ներուժ ունեն, հատկապես կա լկտիանալու մի հատ դրսևորում, որը գոյաբանական է հենց իշխանության համար եւ այս իշխանությունը բոլոր դժբախտությունները որ բերել է իր համար այս իշխանությունը ամեն գնով պահպանելը շատ ավելի կարևոր է, քան թե ցանկացած նախկինում եղած իշխանության համար, բայց պետքա այս ամեն ինչով հանդերձ պետքա հասկանալ, որ այս վիճակից հնարավոր է դուրս գալ, որովհետեւ մենք չնայած այս բոլոր հարվածները եւ ներսից եւ դրսից որ ստանում ենք, մենք ամեն դեպքում այն ազգն ենք, որ կարողացել ենք շատ ավելի լուրջ բաների դիմագրավել, ժամանակին շատ ավելի մեծ, այսպես ասած, տարածաշրջան ենք փակել պետություն չունենալով, բայց մենք ամբողջ ուրեմն մետաքսի ճանապարհն ենք, այսպես ասած, վերահսկել, զարգացվել եւ այլն, եւ այդ առումով կարծում եմ, որ ոչ ստանդարտ լուծումներ են մեզ պետք է իրավիճակից դուրս գալու համար, դիտարկելով, որ մենք մենակ այնքանով չենք, ինչքան այս երկրում ենք ապրում, մենք ավելի շատ ենք, մենք աշխարհի տարբեր անկյուններում սփռված ենք եւ հսկայական ներուժ ունենք։ Եվ ճիշտ դրա համար իրանք հարվածում են հենց այն տեղին, որը այդ ներուժին կապակցող բաներից մեկն է, եկեղեցուն ճիշտ դրա համար են կապակցում, չկարծեք, որ իրանք դեն շատ ինչ-որ աթեիստական կամ ժամանակակից այլ, սա զուտ քաղաքական հաշվարկ է եւ կարծում եմ, որ սա այդ հնարավորությունն է, որ միգուցե շատ այսպես ասած, այս լկտի արշավը կարող է մեզ բերի ինչ-որ մի ձև կոնսոլիդանալու հնարավորություն բերի, որ մենք հասկանանք, որ չի կարելի սենց շարունակել, որովհետև չնայած որ նոր սերունդ եկավ շատ վատ, այսպես ասած, հետևանքներ բերեց, բայց ամեն դեպքում հաջորդ սերունդներն են գալու կամ հենց նույն սերունդի մեջ կան այն ներուժը, որ կարող է այս իրավիճակը որոշակի առումով խելքի բերի։ Եվ կարծում եմ, որ այդ բանն է հիմա այսօր եկեղեցու կողքնա պետք կանգնել, միգուցե հաջորդ օրը մեկ այլ ինչ որ բիզնեսմենի, մշակույթի գործիչի եւ այլ կողքնա, որտեղ բոլորս դրազողն ենք լինելու մի օր։ Այսօր եկեղեցին է, վաղ չմսօր ինձ են գալու ինչ որ մի բանով, մի արտադրության համար եւ այլն, այսպես ասած, բնաճաշումները շարունակելու են, որտեղ իրանք կոնսոլիդանալու խնդիր են ունենալու եւ մեծ ձկներից հետո, այսպես ասած, հետո անցնելու են փոքր ձկներ, օրինակ ինձ են անցնելու, ձեզ են անցնելու եւ այդպես մենք կամաց դառնալու ենք կիսատոտալիտար, այսպես ասած, մի հատ երկիր, ինչի ճանապարհին ենք եւ հատկապես որ այսքան ժամանակ մեզ տոտալիտար ճանապարհով մենք չենք գնացել, որտեղ եղել է այն ձգտումը կամ այն իրավիճակը, որ կա միջազգային հանրություն, որը այսպես որոշակի առումով ճնշումներ է դնում իշխանության համար, իշխանության վրա, որպեսզի մենք մի քիչ կարողանանք շնչելու տեղ ունենանք, բայց
Համաշխարհային կոնտեքստում էս վայրենի իրավիճակը, որ տեսնում ենք, տեսանք Մոլդովայում ինչպես ընդդիմության չթողեցին մասնակցեն, որ մինիմում ընտրված մարդուն չթողեցին առաջադրվել եւ այլն, այս բոլորը եվրոպական կամ արևմտյան, այսպես ասած, փարիսեցիությունը, հիպոկրասին նաեւ մեր դեպքում աշխատելու, պետք է այնպես անենք, որ մենք չմնանք չափավինենք միայն դրանց, այլև մենք մեր, այսպես ասած, մեր ուժերի վրա, մեր հայկական համաշխարհային հայկական կամ ցանցային հայկական, այսպես ասած, ներուժի մովա թույլ չտանք, որպեսզի մենք դառնանք տոտալիտար երկիր, որը մեզ ուզում են դարձնել։ Եթե կարելի է հագիրճ, նախընտրական տարի է, հաշվի առնելով այս բոլոր խնդիրները, ինչպիսի պահանջներ պիտի դնի հանրությունը այն ուժերի առաջ, որոնք մասնակցելու են 2026 թվականի ընտրություններին։ Իսկ հանրությունը եւ հանրության ակտիվ մասը պետք է հստակ դնեն, որ Հայաստանի փրկությունը այսօր այս եղած էստաբլիշմենտի իշխանություն չեմ ասում, որտեղ այս իշխանության կողք կան նաև այլ ուժեր, որոնք սնում են այս գաղափարները, ճակերտավոր ծակ արևմտամետներ եկեք իրանց ասենք, այս էստաբլիշմենտից ազատվելու ճանապարհով պիտի գնանք, էլի։ Բնականաբար այդտեղ կան մարդիկ վախեր ունեն, մարդիկ տեսել նախկինում ինչա տեղի ունեցել եւ այլն, եւ նաեւ որոշ մարդիկ որոշակի առումով նաեւ այս իրավիճակի համար կրում են պատասխանատվության զգացողություն, որտեղ այն մարդը, որը նախկինից հոգնած եւ զզված 18-ին գնացել է պաշտպանել իշխանությանը եւ հիմա շատ վատ վիճակում հայտնվում է, այդ մարդու հոգեբանական իրավիճակին էլ պետք հասկանալ, որ հեշտ չի, ես էլ եմ այդ ճանապարհանցել շատերս, պետք է կանանք վեր կանգնել դրանից, հասկանալ, որ այո, պետք է ձերբազատվել օր առաջ այս, այսպես ասած, իրավիճակից, որ մենք ունենք, եւ ցանկացած մարդ, ով որոշակի առումով կարող է նպաստը բերի այս իրավիճակից ազատվելուն, պետք է կանգնել այդ մարդու կողքին։ Եվ եթե դա զողողություն է պահանջում, դու կարող ես լինես նախկին նախագահ կամ կարող ես լինես ինչ-որ պատճառով, եթե դու պիտի գնաս ինքնազոհողության, որպեսզի այս իրավիճակին քո մասնակցությունից դու պիտի գնաս դրան։ Դու պետք է հրաժարվես ինչ-որ բաներից, քո փառքից, քո վրեժը Նիկոլից լուծելուց կամ չգիտեմ ինչից հրաժարվես դրանից, գնաս այն ճամփան, որ ամեն գնով տեղի ունենա որոշակի տրամաբանական կոնսոլիդացիա։ Ես նաև չեմ կարծում, որ բոլոր ընդդիմությունը պետք է մեկ այսպես կացայի մեջ դնել։ Կոնսոլիդացիայի դաշտը մաքրվի եւ մարդիկ հույս հավատ ունենան, որ այս իշխանությունից ազատվելը չի նշանակում վերադարձ նախկինին, այդ հույսը պետք է մարդկանց տալ, որի միջոցով մենք ձերբազատվենք, այսպես ասած, այս իրավիճակից եւ հնարավորություն ունենանք դեպի ապագա որոշակի հույսեր ունենանք եւ ավելի լույս տեսնենք ապագայում։ Շնորհակալություն, պարոն Պետրոսյան, բաց խոսելու մեր առաջարկը ընդունելու համար եւ հետաքրքիր մեկնաբանությունների համար։ Սիրելի ունկնդիրներ, իմ զրուցակիցը այսօր ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանն էր, զրույցը վարեց Ալիսա Գևորգյանը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հետևեք մեր հաղորդումներին, կարող եք նաեւ մեկնաբանություններ թողել։ Ցտեսություն։